Ես եթե կարելի է բավարժան կատարեմ, այստեղ ուղղակի արդեն ինչ է դուրս գալիս, հարցը ոչ էս 20 օրն է, ոչ բան, եթե այսինքն ուրեմն սոցիալական մի հատ հարց կա, որ այս պահին հաստաբանները միջնորդում են, որ փոփոխվի թափանամիջոցը ու ինչ է դուրս գալիս, արդեն ոչ թե դուք ինձ եք բաժում, անգերդ եմ ասում Աստված ա վագա, էլի փառք Աստծո։ Չէ, սա պատիժ է։ Երբ որ ամեն մարդուն բռնում են, ասում են կանոնավորողները, պատիժ է։ Հիմա դուք կարող եք արդարադատություն կոչեք, բայց ես արդարադատություն չեմ տեսնում այդտեղ։ Բայց հարցը դա չի։ Հարցը այն է, որ հիմա արդեն հունվար ամսից սկսված, երբ որ արդեն ծանրացել է, հիմա ես էլ ասեմ, նոր հանգամանքը սոցիալական վիճակը, եթե ասենք ես Վրաստանում եմ այստեղ, մարդը երբ որ առաջի ամսվա մեջ է ձերբակալված, մի բան է ֆինանսական խնդիրներ լուծել։ Երբ որ արդեն 5 ամիս, 8 ամիս, մի տարի արդեն բարթանում է, դժվարանում է։ Այստեղ կինս հազիվ հասցնում է երեխեքին դպրոց տանել բերել, չի էլ կարողանում շատ անգամ, էլ աշխատանքի մասին չեմ խոսում։ Ու հիմա այս խնդրի առաջ մենք կանգնել ենք։ Հիմա հարցը արդեն ես չեմ։ Անգեզ եմ, ասում Աստված ա վագա ու տեսնենք, պետք է 4 ամիս եք նստեն, 14 ամիս եք նստեն։ Հարցը արդեն իմ երեխեքին անուն թողնելու չթողնելու հարցն է, այստեղ կանգնած։ Հիմա ես Հայաստանում մի անգամ տուն կորցրել եմ ու ոնց որ ասած Հայաստանում տուն կորցնելու չեմ ուզում։ Էս ամենը։ Հիմա եթե կորցնելու ենք, դա արդեն ուրիշ թեմա կգնա։ Աստված ա վրա։ Ընդհանրապես ուրիշ թեմա կգնա։